Իրանում վերջին 10 օրում բողոքի ակցիաների մասնակիցների և իրավապահների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ մահացել է 36 մարդ։ Այս տվյալը հաղորդում է HRANA իրավապաշտպան կազմակերպությունը, մահացածներից 3-ը անվտանգության ուժերի աշխատակիցներ են, մյուսները ցուցարարներ։ Նշվում է մոտ 60 վիրավորի և մոտ 2000 ձերբակալվածի մասին։ Իրանի Մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը ռադիոլուրի հետ զրույցում հստակեցրեց, որ հայ համայնքը չի մասնակցում բողոքի ակցիաներին, սակայն հնարավոր է որոշ անհատներ իրենց կամքով ներկա են լինում ցույցերին։ Նա դժվարացավ գնահատել, թե Իրանից դուրս գործող իրավապաշտպան կազմակերպության հրապարակած տվյալները որքանով են համապատասխանում իրականությանը։ Կարծում եմ թիվերը շատ ավելի քիչ են, այսինքն սպանվածների թիվը մինչև 29 հոգի խոսվում է։ Մի քանի օրինակներ են, նույնիսկ կառավարական կամ այսպես իրավապահ մարմինները իրենք էլ այսպես հաստատել են եւ խոստովանվել են։ Ձերբակալվածներ էլ եղել են, բայց նաեւ ինչ որ քաղաքում շուրջ 100 աշակերտ են ձերբակալել, իրենց ծնողները բոլորը հավաքվել են, բողոքել են եւ այսպես ասել են մենք կմասնակցենք ցույցերին, եթե մեր աշակերտությունը չազատվի։ Ուսանողներ են եղել, ձերբակալվել են, վերստին ազատվել են։ Անշուշտ նաեւ անուններ չասեմ, դեմքեր կան, որ հերոստատություն կամ ցանցերում, որ այսպես ասում են, որ ձերբակալվել են, սրանք օտար երկրի գործակալ են եղել, փող են ստացել, մի երկուսին հստակ նշում են, որ Մուսադի գործակալ են եղել, այդպես տեղեկություններ կա եւ ձերբակալություններ կա, հատկապես վնասվածքները շատ կան։ Երկրի տնտեսական վիճակից բողոքողները նստացույց էին անցկացրել Թեհրանի մեծ շուկայում, ըստ ականատեսների իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել եւ ցրել ցուցարարներին։ Համացանցում տարածվող տեսանյութերում երևում է, որ այդ միջադեպից հետո մեծ շուկայի մի շարք խանութներ փակ են։ Իսկ Թեհրանի մեծ շուկան մշտապես եղել է Իրանի տնտեսական ու քաղաքական կյանքի սիրտը։ Associated Press-ը գրում է, որ ցույցերը հավանաբար կշարունակվեն, քանի որ իրանական արժույթը անկում է ապրում եւ ռեկորդային ցածր մակարդակի է հասել։ Միևնույն ժամանակ նշվում է, որ իրավիճակը հավանաբար ավելի կվատթարանա, քանի որ Իրանի կենտրոնական բանկը կտրուկ նվազեցրել է ներմուծողներին եւ արտահանողներին առաջարկվող դոլարի սուբսիդավորված փոխարժեքը։ Ինչ որ ամերիկան կենտրոն նաեւ 3 լուր տարածեց, թե շուրջ 128 տարբեր մակարդակի ցույցեր 24 նահանգում Իրանում տեղի է ունեցել։ Ամենայն դեպս այս ցույցերը մի քիչ բազմաբովանդակ բնույթ ունեն, այսինքն թե շուկան է, թե ժողովուրդն է, թե երիտասարդությունն է։ Ամենայն դեպս դեռ մտահոգություն կա, որ այսպես կշարունակվի, քանի որ որևիցե կոնկրետ լուծում կամ այսպես ասենք դրական կապ բացի որոշ չափով նախագահի կողմից չի նկատվում։ Իհարկե քաղաքական լոզունգներ եւ արտահայտություններ եղել են եւ լինում են տարբեր քաղաքներում, բայց դրդապատճառը հիմնականում տնտեսական խիստ տատանումներն էր, որ կտրուկորեն վերջի շաբաթներում ազդեց ժողովրդի սոցիալ-տնտեսական պայմանների վրա։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան։ Մենք վճռականորեն տրամադրված ենք կոտրելու բոլոր ճանապարհները, որոնք տանում են դեպի կողմնակալություն, կաշառակերություն եւ նմանատիպ խնդիրներ։ Իրանցիներն այսօր արդեն արձանագրում են, որ ապրանքների գները զգալի բարձրացել են։ Մեկ շաբաթ առաջ ձու գնեցի այլ գնով, այսօր դրա գինը զգալի բարձրացել է։ Բարձրացել է նաև յուղի ու բրնձի գինը։ Վաճառքը շատ է նվազել, անցյալ տարի այս ժամանակ իմ խանութը լի էր հաճախորդներով։ Հիմա երբեմն 1 ժամ սպասում եմ, մինչև հաճախորդ գա։ Անկեղծ ասած, շուկայի պայմանները բոլորովին էլ լավը չեն։ Ամեն օր տեսնում եմ հաճախորդներ, որոնք այլևս չեն կարողանում որոշ ապրանքներ գնել։ Նրանք գնում են միայն հիմնական ապրանքներ, քանի որ չեն կարողանում այլ ապրանքներ գնել։ Նրանք պարզապես գնում են մի քիչ հաց, մի շիշ կաթ եւ ձու ու հեռանում։ Բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած բախումների առիթով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրառում էր արել, զգուշացնելով Թեհրանին, որ եթե բռնի կերպով սպանեն խաղաղ ցուցարարներին, Միացյալ Նահանգները կգա նրանց օգնության։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին էլ շեշտել էր, որ խռովարարներին պետք է իրենց տեղը դնել եւ խոստացել էր չզիջել հակառակորդին։ Աննա Նազարյան, Ռադիոլուր։